Վերջին երկու շաբաթվա մեջ արդեն փաստեր ունենք, որ կան շուկայում դեղեր, որոնց մասին նորից ահազանգել են։ Դա առաջի հերթին Նիկոմեդի արտադրության Արկտովեգին, Կոնկորդ դեղամիջոցներ են։ Երբ որ ես ասում եմ Նիկոմեդի արտադրության, դա չի նշանակում, որ դա այն դեղերն են, որ Հայաստանում գրանցված են։ Կան նույն դեղերը գրանցված Հայաստանում, որոնք վաճառվում են, բայց հայտնվել են դեղեր նույն նման օրինակները նշել անուններով, եթե ավելի կոնկրետ լինես, ես թղթերը անունները կտամ, որպեսզի ավելի ճիշտ դեր հաղորդագրությունն դնենք։ Թույլտվեք վերջացնեմ։ Հայտնվել են նման օրինակները օրիգինալների, որը Նիկոմեդի ներկայացուցիչները առաջ պարզել են եւ ահազանգել են կառավարությանը, որ շուկայում կան դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն։ Պարզ չեն այդ դեղերի մեջ ինչ է, պարզ չէ որտեղ են արտադրվել եւ պարզ չէ որ երկրի համար։ Ահազանգվել են իշխանություններին եւ երկու շաբաթ տևությամբ, գուցե այսօր երկվար տվյալներով դեռ վաճառվում են դեղատներում։ Խնդիրը նրանում է, երբ որ հայտնաբերվել են դեղեր, որոնք պարզ չեն թե ինչ է մեջը, ինչ անվտանգության կամ ինչ չափսի, պարզվում է Հայաստանում չկա օրգան, որ իրավասու է գնալ դեղատուն եւ արագ այդ դեղերը դուրս հանել վաճառքի։ Ի տարբերություն օրինակ ծննդի անվտանգության դեպքում։ Եվ հիմա մենք նորից դիմել ենք վարչապետին եւ անվտանգության ծառայություններին, անվտանգության խորհրդին, որպեսզի նախ առաջին հերթին արագ վաճառքից հանվեն այդ դեղերը եւ երկրորդ հերթին նորից անդրադառնանք այդ փոփոխություններին, որպեսզի վերանայվի եւ հետ բերվի այդ օրենսդրական դաշտը այն ստանդարտներին, այն խիստ ստանդարտներին, որը նախկինում գործում է եւ մենք ուզում ենք, որպեսզի դա լինի։ Երևի դեղագործություն միակ ոլորտն է, որի ներկայացուցիչները խնդրում են, որ ավելի խստացնեն իրենց պայմանները, իրենց աշխատանքային պայմանները կամ օրենսդրական դաշտը։ Մյուս դեպքը, որ կուզեի նշել, երևի շատերը տեղյակ եղաք, մեկ շաբաթ մոտավորապես առաջ արհերոստատեսության վեր նույնիսկ եթեր գնաց, Հայաստանում հայտնաբերված դեղատներում Սեկլավիդն է տելը անունով դեղամիջոցը, որի ներդիրը ադրբեջաներեն է։ Խնդիրը, որ մենք բարձրացնում ենք իշխանությունների առջև, հիմնականում կապված էր անվտանգության տեսակետից։ Դեռ մեզ շատ սիրելի եւ հարգելի Էմիլ Սամսոնի Ժապրելյանի ժամանակ, երբ որ ղեկավարում էր փորձագիտական կենտրոնը, շատ լուրջ էր դրված բիոտերորիզմի հարցը եւ ընդհանրապես առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից շատ լուրջ է դրված այդ հարցը, որովհետեւ ինքներդ եք հասկանում, դեղամիջոցն է եւ մարդը բուժվելու հույսով է ընդունում ու միանգամից օրգանիզմում է դնում։ Եվ հաշվի առնելով Հայաստանի պայմանները, անթույլատրելի է եւ այդքան հեշտացվել է ներմուծման ձևը եւ նամանդ Հայաստանում հայտնաբերում են դեղեր, որի ներդիրը ադրբեջաներն է։ Ունենալով այդ դեղի ադրբեջաների ներդիր, դա նշանակում է մի բան։ Դեղը իդեպ արտադրված է Բելոռուսիայում Ադրբեջանի համար։ Դա նշանակում է մի բան, կամ Բելոռուսիայից առնվել են Ադրբեջանի համար արտադրված դեղերը եւ վերել Հայաստան, կամ Ադրբեջանից գնվել է եւ վերել է Հայաստան։ Երկու դեպքերում մեզ անհանգստացնում են նամանդ, որ այդ դեղերը գրանցված չեն եւ փաստորեն եւ Նիկոմեդի դեպքում եւ Սեկլավիդն է տելը դեղամիջոցի դեպքում երկուսն հայտնվել են Հայաստանում մարդաներգորեն ճանապարհով։